Գազագերբությամբ Հոմի Թորոնտոյի Ռուբինա մասնաճյուղին Հայօգնության միության օրվան 63-րդ ամյակի տոնագադարությունը տեղի ունեցավ գիրագի ապրիլ 6-ին Հայգետրոնի սրահեն ներս։ Օրվա պատգամաբերներ Հոմի գետրոնական վարչության ադենաբեդ ընկերուհի Արուսյակ Մելքոնյան։ Թիդենք մասեր սույն նախաձեռնութեն են։ Նորին Սուրբ Օծություն Դերդեր Արամ առաջին վեհապար հայրաբեդ 2025 դարին հռչակեց ավանդություններու վերագենսավորման դարի։ Հոմի գործունեությունը այն սրբազան ուղին է, որ անմահություն կներշնչե մեր բաբենական թարավոր պատմության հավատալիքներուն, սովորություններուն և մշակույթին։ Անմշտապես արթուն հսկող լուսավորչի գանթեղն է ուխտյալ փանագին, որ յուրաքանչյուր աղետի և գորստի թիմաց, առավել ևս կոդեբնտված, առանց ընդգրգումի և հուսալքության կհասնի անգարին ու գարիքավորին, դառնալով լույսի ու հույսի անսպար աղբյուր։ Հայագերդումի չահագիրն է ան և խորհրդանիշը զոհաբերության։ Հոմը աննահանջ դպրոցն է հայ ազգային պատկանելության և գիտակցության։ Վաստակը արդար Հոմի Ռուբինա մասնաճյուղի վարչության ու ժրատչան անդամներուն, որոնք ամենօրյա աշխատանքով և անսագարկ նվիրումով անսասան կպահեն հայության հպարտանք հանդիսացող կանացի այս հզոր գազագերբությունը։ Տարեդարձը շնորհավոր, սիրելի Հայօգնության միություն և շատ ապրին մեր անխոնջ Հոմի ընկերուհիները։ Հոմի Ռուբինա մասնաճյուղը կորձակցելով Հայգետրոնի նպաստի հանձնախումբին հետ նպաստի թիմումը կատարեցին Ontario Trillium Foundation-ին և հաջողեցան ստանալ $165,000, որ կորձացվեցավ վերականգնելու և նորոգելու Հայգետրոնի փագը։ Արդեն բոլորը դա տեսած եք, գեղեցիկ փագը։ Հոմի Կանադայի շրջանային վարչությունը ամեն տարի կդրամատրե 12 կրթաթոշակներ համալսարանի ուսանողներուն և 5 կրթաթոշակներ քոլեջի ուսանողներուն։ 2024-25 տարեշրջանին 12 համալսարանի կրթաթոշակներ ստացող ուսանողներեն հետևյալ 6-ը Թորոնտոյեն էին։ Ալիկ Մագարյան, որ այսօր հոս է, Անուշ Հարությունյան, Նանար Քարգոցյան, Ռուփեն Օհանյան, Վարակ Մեսրոպյան և Թալին Երեմյան։ Շնորհավորություն բոլոր կրթաթոշակներ ստացողներուն։ Ղեկավարներ պատրաստելու գարիքը սկացինք 4 տարիներ առաջ և մասնաճյուղս կազմակերպեց ապակա ղեկավարներ պատրաստելու դասընթացներ, այսինքն Leadership Development Program, սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներու ընթացքին։ Այս դասընթացները հաջողությամբ պսակվեցան 2022, 23 և 24 թվականներուն և պիտի կրկնվին այս տարի ևս։ Ցեզմե շատերու նման ընդառաջելով Հոմի գետրոնական վարչության զոհված հերոսներու զավակներու ծրագրին, մասնաճյուղս մնայուն կհովանավորե 13 զոհված հերոսներու զավակները։ Կուզեմ հոս ավելցնել, թե Թորոնտոյեն ունին 50 նվիրատուներ, որոնք կհովանավորեն 70 զոհված հերոսներու զավակները։ Սիրելի ներկաներ, հոմագաններ և ընկերուհիներ, եկեք միասին շարունակենք 115 տարիներ առաջ մեր հիմնադիրներուն սկսած ազգանվեր և սուրբ գործը, գործադրելով Հոմի նշանապանը, ժողովրդիս հետ, միասին ասենք ժողովրդիս հետ, շնորհակալություն։
2009-ին կընդրվի Ամերիկայի արևմտյան շրջանային վարչության անդամ, ստանձնելով փոխադենաբեդի եւ ապա ադենաբեդության պաշտոնները։ Ներկայիս ընկերուհի Արուսյա կշարունակի իր ծառայության ուղին, հավասարակշռելով մոր, մեծ մոր եւ աշխատանքի միջև իրեն վստահված թերերը։ Ընկերուհի Արուսյանի նվաճումները արդյունքն են իր նվիրումին, դոգնության եւ իր ազգին հանդեպ ունեցած անսասան հավատքի ուժին։ Հրամեցեք ընկերուհի Արուսյա։ Ընդհանրապես հայ գինը եւ մասնավորապես հոմուհին ժամանակներու բանջարներուն հետ լավապես հարմարելով եւ զարգանալով դարբեր ասպարեզներու մեջ իր անուրանալի ներդրումը գունենա, հավատարիմ մնալով իր ազգային պատկանելիության, ինքնության եւ արմատներուն իր առաքելության չահը սերունդ թե սերունդ փոխանցելով։ Այս իմաստովալ երիտասարդությունը մեր ազգին քանցը ըլլալով հայ օգնության միության մնայուն քուրքուրանքի եւ ուշադրության առարգան է, որովհետեւ խորապես գահավադանք, որ մեր գազագերբության աբական պիտի ապահովի հայ քիդագից եւ ասկանվեր երիտասարդության մասնակցությամբ։ Հոմի կարևոր իրաքործումներն մին է մորու մանգան առողջապահության կենտրոնին եւ ծննդատան կառուցումը, որը սկիզբ առավ 1997-ին։ Այս կենտրոնը մեծ կարևորություն ունի Հայաստանի Շիրակի մարզի բնակչության համար։ Վերջերս կենտրոնը օժտվեցավ մամոգրամի նոր սարքովը։ Այս իմաստով, ինչպես մեր բոլոր միավորները, նաև Կանադայի միավորը նվիրումի եւ պատրաստակամության բացառիկ օրինակ մնե։ Դագավի մոդիկ անցյալին, ինչպես բոլորս ականատես եղանք, իր աշխատասիրության եւ մասնակցության կոդեբենթիչ սկզբունքներով անիգա վարագեց 2 երիտասարդներ, որոնք մարաթոնի միջոցով 45,000 ամերիկյան քնահատելի դոլարով ներդրում ունեցան մամոգրամի նոր սարքին քնման։ Վարձկեր միտկադար։ Հոմի հույսի օջախներ ծրագիրը, որը սկիզբ առավ 2024-ին, գեհդաբնթե բռնակախտված մեր արցախցի եղբայրներն ու քույրերը Հայաստանի մեջ բահելու ռազմավարական նպատակը անոնց բազմազավակ արցախցի ընտանիքներու բնակարան դրամատրելով։ Հոմի Կանադայի միավորը այս ծրագրին իրաքործման համար $50,000 հատկացուցած է։ Սկսած 1992-ին ավելի քան 30 տարիներ ի վեր գշարունակվի Հոմի զոհված հերոսներու զավակներ ծրագիրը, հովանավորելով մեր նահատակ հերոսներուն զավակները։ Ծրագրի սկիզբեն մինչև օրս Կանադայի միավորը հովանավորած է 2231 երեխաներ եւ 491 ուսանողներ։ Հոմի Կանադայի շրջանը միշտ պատրաստակամորեն մասնակցությունը գբերե մեր ծրագիրներուն իրագործման։ Հոկտեմբեր 2023-ին մինչև օրս Կանադայի միավորը $5 միլիոն ամերիկյան դոլար ավելի ներդրում կատարած է հայ օգնության միության դարբեր ծրագիրներում։ Վարձկադար Ռուբինա Մասնաջուղին շատ ապրի Կանադայի շրջանը, միշտ գեցե հայ օգնության միությունը։ Շնորհակալություն։
Մասնաճյուղս հաստատած է համալսարանական կրթաթոշակի մրցանակներ գնահատելու եւ Հոմի առաջին դարվա համալսարանական ուսանողի գրթաթոշակը ստացավ Արմեն Սարգսյան։ Հոմի բարձրագույն ուսման հետևող համալսարանական ուսանողի գրթաթոշակը ստացավ Նարե Բեկմեզյան։ Թրոն Աջարյան գրթաթոշակը ստացավ Էնդրու Այիկ։ Հոմի Ներսես Մխսիարտիմյան գրթաթոշակը ստացավ Իզաբել Ագոպ։ Հոմի Քևորգ եւ Արմենուհի Քոլոլյան մրցանակ կրթաթոշակը կդրվի ուսուցչության ասպարեզի ծրագրին հետևող համալսարանական ուսանողին։ Այս մրցանակ կրթաթոշակին գարժանանա Նարինե Երան Թիթիզյան, Western University, Bachelor of Education, բայց ներկա չէ մեզի հետ։ Հոմի առողջապահական գիտության գրթաթոշակը ստացավ Ռոզալին Գիրագոսյան։ Հոմի ուսումնարանի գրթաթոշակը ստացավ Ռուբինա Օհան։ Իսկ երիտասարդ կամավորի մրցանակին արժանացավ Քարմեն Դին։ Մասնաճյուղս մշտապես արժևորած ու մեծարած է քաղաքիս արժանիները։ Քաղուտի մեջ իրենց ունեցած ներդրումներուն եւ ծառայության համար բարգեւադրվեցան 3 թորոնտոհայեր։ Դիար Նշան Աթիկյան, Դոկտոր Անի Հասրջյան եւ Ռոբերտ Բաբ Ադուրյան։ Շնորհակալություն պիտի հայտնեմ Հոմի Ռուբին ամասնաճյուղին, այս հանցախումբին, որ այս շքեղ ցերնակը կազմակերպած է, եւ մանավանդ որ ինձ այսպես այս բադիվը գուտան։ Ուզեմ ասել, որ ստացած եմ մի քանի շքանշաններ լրագրողության կողմին, բայց ատամեն ատամփողջը ստացածս եղած է հայտարարի գործերու միջոցով։ Բայց այս շքանշանը այսօր ատամեն ստացած շքանշաններուս շուքի դակ գցկե։ Այս մեծ ընտանիքին անդամ հանդիսանալը իրավամբ ներշնչում է նոր ուժի և խանդավառությամբ ծառայելու։ Վստահաբար միասին Հոմի ուխտին հավատարիմ մնալով, պիտի չանանք ներդրում բերել և նվիրվել ասկոքուտ աշխատանքներու, ծառայելու մեր ազգին, աջակցելով կարիքավորներուն, ամրապնդելով համայնքային գաբը ու համագործակցելով մեր եկեղեցիներուն և այլ գազམ་ագերություններուն հետ սերմանել բարեսիրական ու մարդասիրական ոգին մեր շրջապատի մեջ։
Փոլ հոմի վեհ առաքելությունը նորանոր հաջողությամբ եւ բեղուն գործունեությամբ բսակվի իբարս մեր ազգին եւ մեր համայնքին բարօրության։ Շնորհակալություն բոլորին։ My grandmother came to Canada in 1923. Fortunately, she met a wonderful small group of women who came alongside her, and they became her lifelong friends. The following year, in 1924, they formed an organization called Gad Mirchach. These ladies did some amazing things, supporting and helping each other during the Depression, during World War II, and as the community grew after the war. I am so grateful to HOME for everything that you've done for our community, for me, a fortunate kid who was blessed to be born in this country. My parents did all the struggling. I benefited from Sunday school, Saturday school, AYF juniors, and a really growing and thriving community for which I am forever grateful. Thank you very much. Հիսուն դարվա ծառայության զարդասեղներու արժանացան Մադլեն Դալյան Դեմիրջյան, Վարսենիկ Սարգիսյան, Շաքե Իշխանյան, Կլարա Գեդիգյան, Շաքե Ֆերմանյան և Թակուհի Ջանսեզյան։ 35 տարվա ծառայության զարդասեղներու արժանացան Լենա Չակուջյան, Սյուզան Քեշկերյան և Ձաղիկ Սիրակի։ Քսանհինգ տարվա ծառայության զարդասեղներու արժանացան Բարքևուհի Զաքարյան, Սոսի Բեդրոսյան և Սիլվա Կալուստյան։ Իսկ 15 տարվա ծառայության զարդասեղները ստացան Անժելիկ Աստուրյան, Սինթիա Աստալջյան, Նայիրի Թիլիմյան և Թամար Աջեմյան։ Գործեցեք և դարձեք HOME-ի գործուն ու աշխույժ անդամը։ 10 նորակիրներ իրենց երթումը դվին և միացան HOME-ի շարքերուն։ Եվ թանալով անոր ուժականության գլխավոր մասնիկներեն մին։ Ցեզմե ամեն մեկը, ինչպես ամեն մեկ հոմական, հյուպատոսները պիտի դառնաք HOME-ի համայնքական կառույցին։ Բարի քալուստ և փեղուն գործունեություն կմաղթեմ ցեզի HOME-ի մեծ ընտանիքեն ներս։ Բարի բայերին։ Նախաձեռնության ավարտին երեց ընկերուհի Նվարդ Գրիգորյան և նորակրյալ ընկերուհի Փաթիլ Սիմոնյան հադեցին օրվա գարգանթակը։ Հայ օգնության միության ներգայության մեր կյանքի մեջ ուրիշ բանը սերիկ չենք ունենալ, որ իրենց ներգայությունը օրինագելի է, որ իրենց զողողությունը ներշնչող է և իրենց ներգայությունը մանավանդ աստարարող է, որ հայ գինը ասկային կյանքին մեջ իր դեղը չի զիջիր, այլ ընդհակառակը դարվե դարի ինքզինք ավելի կփերցնե հայ մոր, հայ գնոջ դիվարին վայելող բոլոր հատկանիշներով գհոգնի, բայց երբեք չի գքիր, գհոգնի, բայց կշարունակե իր թեմքը վեհ, շարունակել իր առաքելությունը և ծառայությունը։ Աստված օրհնե աշխարհի վրա տարածված բոլոր հոմուհիները և իմաստնավորաբար քաղաքեն ներս գործող, քաղաքին ողնահարը Հայ օգնության միության հաստատությունը և անդամները։